ուզում եմ անդրադառնալ առաջինը ազգային անվտանգության ծառայության տնօրենի ազատման հանգամանքին։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5 տարի պաշտոնավարել է Արմեն Աբազյանը եւ հիմա հանգստանալու ժամանակն էր։ Պնդեց, որ որևէ հանձնարարական կատարելուց չի կարող որևէ մեկը հրաժարվել իր հանձնարարականը կատարելուց։ Նախ դուք ինչպես եք գնահատում Աբազյանի ազատումը եւ արդյոք կարծում եք, որ ուղիղ կապ ունի երեկվա իրադարձությունների հետ, տեսնում եք այդպիսի կապ եւ երկրորդ հարցը, պարոն Խաչատրյան, Եթե 5 տարի պաշտոնավարումով է պայմանավորված հոգնել չհոգնելը եւ հանգստանալու անհրաժեշտությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը պաշտոնավարում է 7 տարուց ավել։ Եվ դրանից բացի եղել է նաեւ ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, կարծում եմ հանգստանալու անհրաժեշտությունը առաջի հերթին իրեն է վերաբերվում։ Կապը տեսնում եք, անկասկած, իսկ կա որևէ մեկը, որը կապ չի տեսնում, այսինքն ես չգիտեմ, հասկանում եք, չէ՞ որ վարչապետ եւ ազգային անվտանգության ծառայության պետ հարաբերությունները հրապարակային չեն եւ ես որևէ բան չեմ կարող ասել։ Որևէ դժգոհություն գոնե հանրային տիրույթում ազգային անվտանգության ծառայության աշխատանքներից չի հնչեցվել եւ չգիտեմ ինչի անկարծ որոշվեց, որ Արմեն Աբազյանը հոգնել է եւ պետք է գնա։ Ակնհայտ է, որ թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական եւ չեմ բացառում նաեւ արտաքին քաղաքական հանգամանքներով։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ ճանապարհը կարող է ամեն վայրկյան փակվի եւ որպես փրկողակ ինքը առաջարկել էր թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել։ Կարգավորել նշանակում է թուրքերի բոլոր պահանջները անմռունչ կատարել։ Եվ վաղը չեմիսօրը Անկարա գնալը նաեւ պետք է դիտարկել այդ համատեքստում եւ ինքը հասկանում է, որ գնում է Անկարային ոչ թե ինչ-որ մի բան առաջարկելու անձնատվությունից բացի, այլ գնում է Անկարա, միակ բանը, որը կարող է առաջարկել, անձնատվությունը կապիտուլյացիան պետական մակարդակով ոչ թե իր անձի, եւ հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում դժգոհության ալիքը ել ավելի բարձրացնել, այնպես որ ես չեմ բացառում, որ այս պաշտոնաթողությունները կարող են կապված լինել նաև այս ամենից։ Հրաժարվել են կատարել Փաշինյանի մյուս պահանջները, հրաժարվել են, հա՞ այս։ Նարե, սենց ասեմ, պահանջները ներկայացում են ոչ հրապարակային եւ հետեւաբար ես չեմ կարող ասել, որ պահանջին է ինքը ենթարկվել, որ պահանջին չի ենթարկվել։ Բայց պարզ բանականությունն ասում է, որ նման հանգամանքներում զուտ պատահականություններ եւ ՀԱԱՑ տնօրենի առողջության վերաբերյալ մտահոգություններով պայմանավորված լինել չեն կարող։ Փաշինյանը նաեւ հստակ հայտարարում է, որ պետականացնելու են էլեկտրական ցանցեր ընկերությունը եւ քիչ առաջ նաեւ պնդեց, որ ինչ որ նախագիծ կա արդեն ազգային ժողովում պատգամավորները իշխանականն աշխատում են դրա վրա։ Ես կուզեի դուք բացատրեիք ընթացակարգը Հայաստանում որևէ հիմնարկություն, ընկերություն ազգայնացնելու ինչ մեխանիզմներ կան եւ դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները, ինչ եք կարծում, սա ինչ հետևանքներ եւ ինչ հանգրվանի կարող է հասցնել։ Իսկ կորենզրական ինչ մեխանիզմներ կար, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերը իր բաժնետոմսերի քառորդը նվիրաբերեց կառավարությանը։ Ինչ մեխանիզմներ կային, որ Ամուլսարը Լիդիանա իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը, կամ ինչի Վիվասելի արքուվաճառքի գործարքը թույլատրվեց, երբ ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը։ Եվ իդեպ այս կասկածահարույց նվիրաբերություններն են պատճառը կամ պատճառներից մեկը, որ մենք ունենք ոչ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Հայաստանի տնտեսությունում, այլ ընդհակառակը մենք ունենք կապիտալի փախուստ։ Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ։ Եթե պետությունը
Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով բաժնետերերի հետ համաձայնությամբ։ Ուրիշ մեթոդ, իսկ երբ որ ասում է օրենսդրական, այսինքն օրենսդրական այդ հիմքն են, հա, փաստորեն ստեղծում պարոն Խաչատյան։ Չեմ բացառում, կարող է վաղ օրենսդրական հիմք ստեղծեն, որ վեհապար հայրապետի նշանակումն էլ վերապահվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության։ Իսկ դրա հետևանքն ու հանգրվանը ինչի կարող է հանգեցնել այս հեծի շուրջ գործընթացը, եթե իսկապես ինքը ասում է արդեն կոնկրետ գործողությունների են Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք։ Այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը այդ 5-9%-ը, որը նկարել են, բացառապես կախված է արտածին գործոններով եւ տնտեսությունը ինքը արդյունք չի գեներացնում, մենք ունենալու ենք ել ավելի վատթար իրավիճակ։ Եվ ի դեպ այս լիրիկական շեղումները հարկերի կարևորության վերաբերյալ դրանք հիմք են նախապատրաստում հարկային մամլիչը ել ավելի սխմելու համար, որովհետեւ իրենց ղեկավարության օրոք տնտեսությունը չի աճում։